Գալատացիներուն գրածի նամակի մեջ հավատացյալներուն գիշեցնեն քրիստոնեական կրոնքի գարմը առաքինությունները որ գսեր ուստի աստուծո ընդրյալ սուրբերու և սիրելիներու պես ծեր վրա հակեք կուտը, ողորմությունը, կասրությունը, խոնարհությունը, երկայնամտությունը, իրարու հատտև համբերությունը և իրար ներելը։ Այո, ինչ որ գիշե առաքյալը քրիստոնեական կրոնքի հատկանշական առաքինություններն ոմանք են։ Ոնքսը հատվեցեք, ցկեցեք հին հագուստը, այլևս նոր հագուստ է։ Ցկեցեք հին կյանքը, նոր կյանքը։ Հիմա պիտի վայելեք և պիտի ապրեք։ Բայց ինչու հաճախ իր նամակներում մեջ շեշտը գտնենք այս առաքինություններու վրա։ Որովհետև քրիստոնեությունը ընդունողները ընդհանրապես հետանոչներն էին և նաև հրեաները։ Եվ հրեաները, որոնք հին գդակարանի ուսում արած էին, անոնց կյանքին մեջ ներելը չկար, համբերելը չկար, սիրելը չկար, խոնարհությունը չկար, որովհետև անպարտաբան էին, մեզամիտ էին։ Ինչու՞։ Որովհետև հին գդակարանը ուսանած էին։ Չենք մեղադրել զանում, որովհետև իրենց սուրբ գիրքին մեջ իրենց Աստվածը ողակալ էր, Եհովա։ Քինախնդիրը, վրեժխնդիրը, այն ազգերը, որոնք թշնամի էին հրեաներում, Աստված Եհովա անոնց գլխում գծարներ։ Եհովան երբ կճղայնանար, չրհեղեղ գներ, արդիկը կսպաններ։ Երբ կճղայնանար, գրակ կդեղացներ, Սոդոմ Գոմորը այրելու մեզ։ Եվ դագավին շատ թեպքեր հին գդակարանեն կարելի է մեզ չբերել։ Իրեն սուրբ գիրքը ինչ գսել, աչքի դեմ աչք, ագրայի դեմ ագրա, ողագալության, վրեժխնդրության լեցում, ուսումով գրոհ մնել։ Եվ Քրիստոսն ասին նշմարած էր։ Հաճախ առաքյալները իրենց մեծամտությունը հայտնի կդարձնեին։ Երբ Քրիստոս կխոսեր անոնց հետ, թե մոտ օրեն պիտի հեռանա այս աշխարհեն, պիտի հետա իր երկնավոր հորը, առաքյալները անմիջապես վիճաբանելու կսկսեին, եթե Քրիստոս երթա, ով մեծը պիտի լա։ Շատ անգամ այս վիճաբանությունը կնեին և Քրիստոս հարցուց իրեն։ Ինչու կի վիճաբանիք, ինչ է խնդիրը։ Դու պիտի երթաս, մեր մեջ էլ ով առաջնորդ պիտի լա, ով մեծը պիտի լա։ Եվ Քրիստոս մանուկ մը քիրքի արած և ըսած էր, եթե մանուկի պես խոնարհ չլաք, չեք գնար Աստծո առկայությունը մտնել։ Գտեսնենք առաքյալներուն կյանքի մեջ, երբ առաքյալները Սամարիա պիտի մտնեին և սամարացիները չուզեցին, որ Քրիստոս իրենց երկիրը մտնել, Հովհաննես և եղբայրը Հակոբ
ամիջաբսին դեր մեզի արդունն է, որ երկինքեն գայդակներ իչեսնենք և մերցնենք ասում, վրեսկրտություն և Քրիստոս հանդարդեցուց իրենք։ Նայմ Հովանես մգրդիչի և Քրիստոսին մասին խոսեր գսեր դիմացիներուն։ Սեզի ով պիտի բրգե այդ բարգութենեն, որ կալու է Քրիստոսի մասին խոսեր։ Այո, բայց Քրիստոս բարգություն չէ։ Հեզ և խոնար սեր էր ինքը, սիրելու, ներելու, մեղավոր մարդիկը իրեն կանչելու համար եկած էր։ Ուրեմն բարգություն չէր Քրիստոս։ Արաքյանները ոչ միայն Քրիստոսի երբտալեմեզ աշխարի վրա ով առաջնոր ըլլալու գրիվը գնային։ Երկինքի մեջ ալ դեղ գրավել գուզեին և գարցնեին Քրիստոսին։ Երկինքի մեջ ով ուր պիտի նստի։ Մեր վարձքը ինչ է։ Հետաքրքրական է Հովհաննեսի և Հակոբի մայրը Սաղոմե գուկա Քրիստոսին և գսե դեր կուբիս անգամ կավուստիտ իմ զավակներս մեկը կու աչ կողմը տող նստի, մյուսը սաղ կողմը նստի։ Գտեսնեք մեծամտությունը, երկինքի մեջ ադեղ գրավելու աշխարհի։ Եվ Քրիստոս գսե, իմ ցախ և աչ կողմս ով պիտի նստի, ես չեմ որոշել, իմ հայրս կորոշել։ Քրիստոս շատ անգամ խրադած առաքյալներու, բայց ամենամեծ տասը վերջին ընտրիքի վերնադան մեջ տվավ իրենց։ Երբ ամիմատը պատրաստվեր ճաշելու, անգաս Քրիստոս ելավ, զունգի եկավ և առաքյալները մեկ կանչելով, անոնց ոտքերը լվալու սկսավ։ Ամենը շվարածի, մեր դերը, մեր վարտապետը, ինչպես գլար զունգի գուկա և մեր աղմոտ ոտքերը գլվար։ Եվ անվար Պետրոս, դեր իսավ, տուն իմ ոտքս չաս գլար լվար։ Եվ Քրիստոսն ասավ, եթե քո ոտքս չլվար, իմ կովս հաջի չես ունենալ, երկինքի առողջան մեջ։ Ամենամեծ տասն էր, հազար անգամ խոսիր այդքան օգուտ չունենալ, բայց քորջով, երբ ցույց կտաս, կաստվի մարդիկ։ Այո, աստվեջան, երբ Քրիստոս զունգի եկավ և ոտքը լվաց։ Ներելու մասին Պետրոսը հացուցած էր Քրիստոսին, քանի անգամ իմ եղբայրս պիտի ներեմ, 7 անգամ։ Ոչ իսավ Քրիստոս, 7 անգամ 77։ Սիրեցեք ձեր եղբայրները, գսեր Քրիստոս։ Նոր եմ Պետրոս ասում, ով է իմ եղբայրը։ Բոլորն մարդ առրածը, բոլոր մարդիկ կու եղբայրներ են և կույրեր են։ Այս է քրիստոնեական կրոնքի ոգի վարտավետությունը։ Ամեն մարդ կու եղբայրդ է, կու կույրդ է։ Պիտի սիրես, պիտի ներես, իր հանցանքներուն պիտի իմանաս, համբերություն ցույց պիտի տաս։ Ճշնամի դարձել է գսե Քրիստոս։ Հարցիա, երբ
կյանքով ցույց տվավ երբ խաչի վրա էր եւ ասավ հայր ները բոլոր անում որոնք ինձ չարչարեցին, անարգեցին, ամեն ինչի որովհետեւ չեն գիտեր ինչ կնեն։ Ուրեմն քրիստոնեական կրոնքը կպահանջի ինչպես Միսե Պողոս Արաքյալ, որպես հագուստ կտացեք ուրիշներուն վրա, ողորմեցեք, ողորմություն եղեք, խոնարհ եղեք, անպարտավոր մի եղեք, մեծամիտ մի եղեք, անբերադար եղեք, անմիջապես մի բարգանաք, մի ճիղայնանաք, եթե մեկը բան ասացեցին։ Ներեցեք իրար եւ մանավանդ սիրեցեք իրար։ Որովհետեւ քրիստոնեական կրոնքը սիրո կրոնքն է։ Երբ սիրես, այս բոլոր առաքինությունները ունի սահտել։ Ադրամայր Քրիստոս մեկ պատվիրան դարձեց եսավ, իրար սիրեցեք, ուրիշ պատվիրանի բեմ չի կրը։ Այսօր մենք երկու սիրելի մեր զավակներուն սարգավակության աստիճաններ շնորհեցինք։ Եկեղեցական ըլլալու առաջին քայլն է սարգավակությունը, աստիճաններ կստանալ։ Եվ այսօր բնե սկսյալ նոր հագուստ պիտի հագվի, ավելի ազնիվ պիտի լան, ավելի խոնարհ պիտի լան, ավելի սիրով պիտի մոտենան բոլորին, ներող պիտի լան, անբերադար պիտի լան։ Եվ քանի որ մոտ ժամանակեն պիտի սերմնատվին որպես կահանա, Աստուծո պաշտոնյաներ, զարաներ, ըսպասավորներ, ուրեմն նկատի պիտի ունենան Պողոս Արաքյալին այս խոսքերը։ Դուք մոռացեք երեկվա կյանքը։ Ավելի ուշադիր եղեք, խոնարհ ըլլալու, ազնիվ ըլլալու, անբերադար ըլլալու, ուրիշները սիրելու, ներելու, ասի Քրիստոսի պատվիրանն է, մեր բոլորին դրված։ Եթե չկա սեր, դուք քրիստոնյա չեք։ Եթե իրար գադեք, ողագալ եք իրարու հանդեպ, ամեն տեսակի չարիք կնեք իրարու, ուր մնացեք քրիստոնյա։ Չէ որ մկրտվելով դուք նոր կյանք ստացաք, նոր հագուստ հատվեցաք, վերջացավ հին գդակարանը, այլևս նոր գդակարանը կա, հին ուղտը և նոր ուղտը, ինչ կսե Քրիստոս, հին հագուստի վրա նոր լատ մի կարեք, որովհետև այդ հինը կպատրե և կամ հագարակը, որտեղ մեկը հին այլևս, մյուսը նոր է այլևս։ Եվ դուք այսօր նոր հագուստ հագեցաք, նոր կյանքի առաջին քայլը ներեցիք։ Թող Աստված է արժանի է այդ օրվան, որ անգամ ևս Սուրբ Միրոնը պիտի ստանանք և գտանանք Աստծո ծառաները, սպասավորները։ Մենք բոլորս Աստծո անբիդան ծառաներն են կսե Պողոս Արաքյալ։ Ինչ պարտականություն, որ մեջը դրվեցավ, մենք ադյոն ենք։ Եվ ծեր պաշտոն դիլա, սպասարկեր այս ժողովրդի, ծեր օդին։ Սիրով պիտի վերապայվենք, ներողամտությամբ պիտի մոտենանք,
հասկացողության մի մոդենակ, որովհետեւ այս հավատացյալները ցեզի վստահին, ցեզի հավատան եւ սիրեն ցեզի։ Այո, շնորհավորենք ցեզի ձեր սարգսակությունը, թող Աստված ցեզի հետ լա, Սուրբ Ոգին ցեզի հետ լա եւ տա բոլորիս առողջություն, հույսով հետություն, կյանքը, որ Աստված իր անտեսանելի ներկայության ապտե մեր մեջն է, մեր սիրտերի մեջն է, թող պահապանելա մեր բոլորիս եւ Հովանի մեր ժողովրդի եւ մեր եկեղեցիներու եւ մեր բոլոր ասկային համանքային հաստատություններու վրա այժմ եւ միշտ ավիդյան